Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինձ ասել եմ, ես չեմ նայել։ Հա։ Տես ասում է Հայաստանի կառավարիչների կողմից անտերության են մատնված Արցախահայությունը։ Այս տխրահռչակ իրադարձություններից 7 տարի անց փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում ու հայրում է այս կապիտուլյան իշխանություններին։ Եվ պատկերավոր էլի հիշել է իր նախկին արտահայտությունը էշի հետ կապված, կներեք, իձե այսպես ասեմ, ես ձեզ չեմ ստիպել գնալ եւ նախնի միջից պատճել ամենաբարձր զռացող էշի ճակատը։ Դա կարծես թե որ խոսք դարձավ սրանց մասին։ Հիմա ուզում եմ վերջին զարգացումները հաշվի առնելով շարունակել միշտ ձեր համբուրած էշի մեր դռանը մի կապեք։ Եվ վերջինը 2018-ին իշխանազավթում է տեղի ունեցել, ըստ Սերժ Սարգսյանի։ Ես կարծում եմ տենց մտածելա, որ բավարար չի այդ բանավեճը իր եւ Ռոբերտ Քոչարյանի մեջ, թե ով է իշխանության բերել քաղաքացիական պայմանագիրը եւ միջի հիմա չի հասկացել, որ այսուհետ իշխանության բերում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կամ ինչ որ մեկը չէ, որ ինչ որ մեկը պետք է պատժի եւ դրանով իշխանության բերի եւ կարծում եմ, թե փորձում է այդ բանավեճի մեջ Ռոբերտ Քոչարյանի հետ, այսպես ասած, միավորներ հավաքել, դա իր դե գիտեք ինչ, ինքը որ մեր մասին վատ բան ասում, մեր վարկանիշը բարձրանում է, ես նույնիսկ առաջարկում եմ պարոն Սարգսյանին հաջորդ ընտրություններին իր դեմքով արդեն հանդես գալ ընտրություններին, մասնակցել բանավեճի, հանրային հեռուստատեսության, որ նախատեսված է օրենքով, քարոզ արժավ անցկացնել, քաղաքական գործ չի, որը որ տենց հայտարարություններ է անում, ճիշտ տրամաբանությունը դա է, ինչ վերաբերում է այդ բառերին կապիտուլյանտը բան, ասենք մերժվածի կողմից մենք արդեն ասել ենք, նախ ինքը հայ ազգի կողմից մերժված եզակի անձնավորությունն է, երկրորդը կապիտուլյանտն է ինքը, որովհետև այն ամեն ինչ որ ինքը արել է Հայաստանի բանակի հետ, այն ինչ որ իրանք արել են Ղարաբաղի հետ, կարծում եմ նշ չէ, որ մի գիշերվա մեջ այն ամեն ինչ որ 2020 թվականին տեղի ունեցավ։ Վերջի վերջո չենք մոռանում, որ 2018 թվականից այս կողմ Հայաստանի Հանրապետության մասին խոսելով, Հայաստանի Հանրապետության շահի մասին խոսելով իր մերձավոր շրջապատի, իր փեսեքի, իր մնացածի բարեկեցությունն է մեծացել, ոչ թե բանակի, որ ինքը 80-ականների զենքերով էր զինվում, բայց իրանք 2007 թվականի ջիպերով եւ դղյակներով էին ապրում։ Թող նա դրա մասին խոսել, ամոթ է։ Ասում մենք խոսում է, շատ լավ է, թող խոսա, ասում, թող իր դեմքով մասնակցի ընտրություններին, ավելի մեծ լավություն մեզ առաջ չի։ Իրենք մասնակցեն Չգիտեմ, ինչին ուզում է թող միանա, այս 5 տարիա, 6 տարիա հա միանում են, անընդհատ թող միանան։ Փարաքարում եւ Գյումրիում պարտությունը, որ իշխանությունը կրեց, արդյոք մտավախություն չունեք, որ նույնը կլինի 2026 թվականին, որովհետեւ ասում են, սա ցուցիչ էր ընտրություններից։ Չէ, չունեմ, որովհետեւ նախ Գյումրիում մենք պարտություն չենք կրել, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է ամենաշատ ձայները, 2 անգամ ավել ձայն, քան երկրորդ տեղի ներկայացուցիչը եւ գիտեք ինչ ժողովրդավար երկրներում, ժողովրդավար համակարգերում, որտեղ որ ամեն ինչ կանոններով անում շատ հազվադեպ է լինում, որ 50%, 50 եւ պլյուս 1% հավաքում են որովհետեւ կուսակցություն միշտ դա կոալիցիա կարող եք տեսնել Գերմանիայում, Անգլիայում եւ այլ վերջացնում։ Իհարկե ոչ չի կարող, որովհետեւ դուրս կգան քարոզ արշավի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ես ասել եմ Գյումրիում եմ ասում, կարամ վերջացնեմ խոսակցությունից։ Գյումրիում եմ ասում, մենք ավելի շատ ձայն ենք հավաքել, քան 2021 թվականին։ Ես դրա մեջ համոզված եմ։ Առաջարկով, որովհետեւ այն առաջարկը, որը որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անում է եւ կանի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այլ ընտրանք չունի։ Այն առաջարկ տեսեք, այս ընտրությունները, այլ դրա մասին բաները ընտրողները կորոշեն։ Հիմա քո անձնական պատկերացմամբ բաները գնահատականները դա քոնն է, իմը կարող այլ տարբերակ լինի, չէ, որի մասին ես ասում եմ։ Ես գիտես ինչ, դժվար է չէ ասել, որ հիմա մենք պատերազմի մեջ ենք։ Դժվար է չէ ասել, որ հիմա պատերազմի Դե այդ ճանապարհ այդ դրա մասին է լինելու հաջորդ ընտրությունները եւ մենք մեր խաղաղության օրակարգ առաջարկելու ենք մարդկանց եւ իրենք ընտրություն են կատարելու։ Ինչ որ բաներ ասում։
Հարցնեմ, պարոն Սիմոնյան, դուք ասում Հետո եք գիտես ինչ ամենաշատ բանի ձայնը- Գյումրիի ընտրությունները կամ Փարաքյարի ընտրությունները դա քաղաքական ընտրությունների մասին չէր, այսինքն եթե մենք կարամ վերջացնեմ, եթե մենք վերադառնանք այն քարոզարշավին, որ տեղի է ունեցել Գյումրիում, թե ընդդիմադիր գործիչների կողմից, թե նաև մեր տեխնացուի կողմից, դրանք հիմնականում տեղային խնդիրների մասին խոսակցություններ, որը որ մեծ հաշվով տրամաբանական է։ Այո, կար քաղաքական կոմպոնենտ, հա, կային նախկինները, որոնք տարբեր մարդկանց դեմքով եկան եւ մասնակցեցին, ասենք Վարդանը ներկայացնում էր, բանը Ղուկասյանը ներկայացնում էր Ռոբերտ Քոչարյանին, Էնմիսը ներկայացնում է Սերժ Սարգսյանին, եկան ոչ իրանց դեմքով մասնակցեցին, մի կտոր ձեն տարան, հիմա փորձում են միավար, դա քո գնահատական, ես չեմ, դա քո գնահատական, կապրենք, կտեսնենք, հաղթանակը այն է, որ մարդիկ կունենան քաղաքապետ, երբ որ այդ քաղաքապետը արդեն Գյումրու համար կաշխատի եւ Գյումրու համար ռեալ բաներ կանի եւ բայց քվեների մասով չգիտեմ, կարող է եւ ունենա, ես չեմ ասում չեն ունենա, կունենան, բայց պետքա գործ անի, երբ որ այդ գործը տեղի կունենա եւ այդ մարդիկ կգնան միանձնյա ոչ թե 4 հոգանոց կոալիցիա, որի գոյությանը ես հետագա աշխատանքին ես չեմ հավատում, դուք մի քիչ ուշացաք։ Ես չեմ հավատում, որտեղ ես վստահ եմ նաեւ հայտարարությունից է Մարտուն Գրիգորյանի դա հնչում, որ հա, լավ, օքեյ, ես բանը կապահովենք, բայց հետո ով ասեց, որ մենք իրար հետ աշխատել ենք։ Այդ դրա մասին է խոսքը եւ դա անվանել հաղթանակ, կներեք, օրինակ ես տենց հաղթանակ չէ ուզենա ունենալ։ դուք ասում եք ընդդիմությունը Ներողություն եմ խնդրում։ Ուզում եք ավելի հերվից բղավեք։ Ես ինչ եմ արել։ Դուք ասում եք ամենաշատ քվեները ստացավ Գյումրիում էր դա ասվում, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչներն են կամ իրենց, այսպես ասած, թաքցնում, ստացվում է, բայց չի ստացվում, որ նրանց ձայների հանրագումարով ավելի շատ ձայները զուտ, ավելի շատ քվեարկեցին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչների օգտին, քան քաղաքացիների։ Շատ լավ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշեն, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պետք է վերադառնան եւ ազատ ընտրություններով նման ընտրությունների մենք կընդունենք այդ ընտրությունը, բայց ես դրան չեմ հավատում։ Ես դրան չեմ հավատում։ Լավ, ուրիշ բան ասեմ։ Չէ, ես ձեր բոլոր հարցերը, լավ, մի րոպե, ձեր բոլոր հարցերը եկեք մի բանի իմի բերենք, հա։ Համապետական ընտրությունները եւ, ասենք, չգիտեմ, Սարիկ Մինասյանի ընտրությունը կամ որևիցե այլ համանքապետի ընտրությունները դա թե խոսույթով, թե օրակարգով, թե տեխնացուով, թե իր ասելիքով դրանք տարբեր բաներ են։ Տեսեք, 2021 թվականին մենք ընտրություններում եղել է համայնք, որ հավաքել ենք 80% եւ նույն այդ համայնքում 25% ենք հավաքել տեղական ընտրությունների ժամանակ։ Եկեք տարբերենք եւ նենց չի որ միջև այս երկու ընտրությունները որևիցե այլ համայնքում այլ կուսակցության ներկայացուցիչ համայնքի ղեկավար չկա, ուստի եկեք իմի բերելով այս թեման ֆիքսենք հետեւյալը։ Ոչ, սա որևիցե, սա ես կալկալնի խոսեմ, սա որևիցե ձևով կապ չունի եւ չի կարող կապ ունենալ որևիցե այլ ընտրության հետ։ Սա Գյումրիի ընտրություններ, Փարաքյարի խոշորացված համայնքի ընտրություններն են, որոնցից մենք հետևություններ ենք անում եւ անցնում ենք առաջ։ Գյումրիում ընտրել են Վարդան Ղուկասյանին, Մարտին Գրիգորյանին, Կարեն Սիմոնյան, կարծեմ Սիմոնյանին, Ռուբեն Մխիթարյանին, թե Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Թե համ նրանց իրանց դեմքով ընտրել են Ռոբերտ Քոչարյանին եւ Նայ ինչ որ չափ այո իմանալով որ այդ մեկը ներկայացնում է այս մի թեվեն միսը ներկայացնում մյուս թիվը նաև ընտրել են իրենց այո այս կներեք 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանին 21% երկրով մեկ ձայն չտվեցին ուրիշ բան ասեմ 21 թվականին մենք ընտրությունները հաղթեցինք դրանից որոշ ժամանակ անց Բալասանյան դաշինքը Գյումրիում ավելի շատ ձայն հավաքեց քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավելի շատ ձայն է հավաքել, քան Բալասանյան դաշինքը այն 2021 թվականի 54%-ից հետո։ Հիմա այդ մաթեմատիկան ով ասենց քաղաքական բանով մեզ այդպես լավ բացատրելու, որ արդյոք դա չի նշանակում սա կամ անա։ Չէ, այդպես չի։ Այո, տվեք։ Գյումրու կառավարումը փաստորեն այսպիսով դժվար է ինչպիսի սցենար է հնարավոր կոմպրոմիսային որպեսզի Գյումրու կառավարումը հետագայում այդպես չքաշքշվի Ում հետ կոմպրոմիս իրանք այն 2-3-4 հոգին որոնք որ իրար հետ միավորվել են եւ ի հեճուկս իրենց նախկինում արված հայտարարությունների ի հեճուկս իրենց անցած ճանապարհի որոշել են այնուամենայնիվ ապահովել որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ գնացեք իրենց այդ հարցը տվեք Հայաստանի Հանրապետության կառավարությունը այնքան բան ինչքան արել է Շիրակի մարզի եւ Գյումրիի համար
երևի ցավոք սրտի չի հասցրել դեռ անել այլ մարզերի եւ այլ այո իհարկե դե բա իհարկե բա կարող եմ մենք ներողություն եմ չեմ կարծում այդպես ես չեմ կարծում որ մենք դա արել ենք Վարդանի կամ ասենք մյուսի համար իհարկե անելու ենք իհարկե լսեք Գյումրին մեր երկրի մեր իշխանության մեր բոլորի համար ամենավառ ամենասիրուն ամենաուժեղ լուսավոր կետերից մեկն է ո՞նց կարանք չանենք իհարկե անենք Բացություններ հերթական կորուստ ունեցավ Իլեն Գաբրիելյանի նկատի ունեմ եւ ձեր այն մի կորուստներից մեկը Հովիկ Աղազարյանը որը խոստացել էր որ ՔՊ-ի հետ համարժեք է քվեարկելու ձեր վերաբերմունքով պայմանավորված փոխել է իր որոշումը եւ հիմա ի հակադարձ ՔՊ-ի է բանանելու քվեարկելու ինչ կասեք այս մասին հիմա ինչ ենք անելու Ինչ վերաբերմունք փոխելու բան չկա ես իրան վերաբերվում եմ ինչպես յուրաքանչյուր մարդա որ ունի իր սխալները ունի իր լավ կողմերը եւ վատ կողմերը ոչ մի ձևով ինչ արձագանք եմ ես չէ պարոն Աղազարյանին ես որևիցե ձևով չեմ նեղացրել ընդհակառակը մշտապես փորձել եմ իրեն ամեն ինչով օգնեմ եւ իր այս կեցվածքը անկեղծ ասած իմ համար անհասկանալի է բայց այնուամենայնիվ ես իր նկատմամբ բացասական որ ասեմ տենց ինքը իմ համար տենց թշնամի է կամ հակառակորդ է չէ մեր նախկին գործընկերն է որը իր ընտրությունը կատարել է իր բոլոր հետևանքներով պատասխանել ենք դրան Չունի Էդի 44-օրյա բանի պատերազմի հանձնաժողովը նախաձեռնվել է մեր կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետը գնացել է այնտեղ եւ ամեն ինչ պատմել է եւ այդ հանձնաժողովի գոյությունը եւ եզրակացությունը ամենաձեռնատու եւ ամենամեծ շահառուն Հայաստանի Հանրապետության այսօրվա գործող իշխանությունն է Պայմանավորված է ծավալով, պայմանավորված է կարևորությամբ եւ պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր բան պետք է, այսպես ասած, կրկնակի ձևով ստուգվի եւ դա այդ հարցով կարծում եմ ճիշտ հասցեատերը Չէ։ Մի րոպե Նարեկը հարց ուզում տա մի վարքան։ Ով ասաց որ չի ստեղծում։ Մենք իր անձի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու հարցը չենք քննարկել, Քոչարյան Անդրանիկի մասին է խոսքը, չենք քննարկել, բայց ես արդեն ձեր գործընկերներին ասել եմ, որ ընդհանուր առմամբ էթիկայի հանձնաժողով, բարև ձեզ, էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշում մենք մշտապես ունեցել ենք, որ մշտապես գործող էթիկայի հանձնաժողովն է, որ նմանատիպ հարցերի պարագայում մենք փաստի առաջ չկանգնենք։